մասին, հարցը ջերմուկ համակի կեչում առաջին փոխի 4-րդ նկատի մեկ հասցեն գտնող բանից համակի սեփականություն ճանաչելու մասին, հարցերով ջերմուկ համակի գնդված գյուղի վարչական տարածքում գտնող 10-0-16-02-01-01 12 և 10-0-16-02-01-02 կադաստրային ծածրագրող Ողամաս համակի սեփականություն ճանաչելու մասին։ Հարց 4. Ջերմուկ համակի վարչական տարածքում գտնող Ողամաս օգտարելու հաջորդային եղանակով վարչակի մեկնական գին պայմաններ հաստատելու մասին։ Հարց 5. Ջերմուկ համակում սոցիալական աջակցություն բնակավարություններ լուծելու նպատակով համակի ղեկավարության պատվերելու մատանություն տալու մասին։ Քերենքո դեմ ձեռնունքով ջերմուկ համակի գնդված գյուղի 4-րդ փողոցի N10 հասցեն գտնող Ողամաս համակի սեփականություն ճանաչելու մասին։ Հարելի ավականի նշված հարցերում գնդված գյուղի 4-րդ փողոց համար 10 Ողամասը վրա նաև գույք, անշարժ գույք 63.84 քառակուսի մակերեսով բնակելի տուն ներկայացրել ենք գրանցման կադաստրի կոմիտեում որպես համայնքի սեփականություն, որովհետև հիմքեր և այլն որևէ փաստաթուղթ չկա, որ դրանք այլ անձի սեփականություն են, ներկայացրել ենք գրանցման որպես համայնքի սեփականություն, կադաստրի կոմիտեն կասեցրել էր, թե նշված գույքը հաշվառված է քաղաքացիների սեփականություն։ Նման դեպքում կառավարության որոշում կա կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին 698-ն որոշումն է, որով, այսինքն ակնհայտորեն այստեղ կադաստրային քարտեզի սխալ է, որտեղ նշված է, որ տվյալ գույքը քաղաքացիների սեփականություն է։ Կառավարության իմ նշած որոշման մեջ գրվում է, որ նման դեպքերում կադաստրային քարտեզի սխալը ուղղվում է համայնքի հավաքանի որոշման, հավաքանի որոշում է կայացնում, որ տվյալ գույքը համայնքի սեփականություն է և մենք տալիս ենք գրանցման։ Նախադեպեր ունեցել ենք մի քանի անցյալ նիստերի ժամանակ, եթե կհիշեք, նման եղանակով, նման տարբերակով գույքը գրանցում ենք համայնքի սեփականություն։ Եվ մինչև ձեր քվեարկելը ուզում եմ ասել, որ եթե նկատեցիք օրակարգը ընթերցելիս հաջորդ և մյուսը, այսինքն առաջին 3 հարցերը համանման հարցեր էին։ Ես հիմա հաջորդներում որ կզեկուցեմ մասնավորապես, էլի նույն սկզբունքով կադաստրային քարտեզում առկա է սխալ, կադաստրային քարտեզում անհասկանալի ձևով ֆիքսված է քաղաքացիների սեփականություն, երբ որ դիմում ենք կադաստրին, որ քաղաքացիների կոնկրետ իրենք դրա պատասխանը չունեն, որևէ քաղաքացի այս դեպքում որևէ սուբյեկտ չկա։ Հետևաբար հավաքանի որոշումը բավարար է լինում, որպեսզի կադաստրի կոմիտեն գրանցի համայնքի սեփականության իրավունքը։ Տվյալ հարցի շրջանակներում խոսքը գնդված գյուղի 4 փողոց համար 10 հասցեով բնակելի նշանակության անշարժ գույքը 63.84 քառակուսի մակերեսով և իր սպասարկման հողամասը 114 քառակուսի մակերեսով։ Ով է եղել կրը։ Սա ինչ-որ բանը սովետական է, ալրեղաց է եղել գնդված գյուղում, ալրեղաց։ Ու դրանց հետո ես ճիշտ ասած չեմ ասել 4 փողոց։ Չորրորդ փողոցը 10 հասցեն։ Մեր փողոց շուտ է։ Ներքևն է, այդ փողոցի ներքևն է ձեր փողոցի։ Արսեն լուրա։ Իրավական ասենք թե որ գրած չի, գրածը ծեր, որ քաղաքացի պատկանում, բայց իմաստը չէր մեզ է պատկանում։ Հենց է դա, որովհետև երկրորդ քայլով մենք դիմում ենք կադաստր, թե կոնկրետ ում մասին է, որ քաղաքացու մասին է խոսքը, իրենք այդ ինֆորմացիան չունեն։ Եվ մեր մոտ էլ իրավունքը հաստատող փաստաթղթեր չկան գյուղապետարանում, ծխամածյաներն են, ժապավենագրքեր և այլն հիմք, որոնք որ սեփականության հիմք են հանդիսանում, ստեղ էլ որևէ տեղեկատվություն չկա։ Այսինքն իրավունքի ձեռքբերում հաստատող փաստաթղթեր չկան։
դրա տեղն եմ ճիշտ է բան չունի չէ նորանի առանց նկարականի փաստաթուղթ չկա ձեռքի, բայց որպես կանոն մեր աշխատանքային խոհանոցից բացառում ենք նման դեպք, որտեղ եթե անգամ փոքր ինչ-որ բան կասկածվի որևէ մեկը կհայտնվի մի օր, մենք չենք անի սա։ Այսինքն մենք սա անում ենք 100% բացառելով որևէ սուբյեկտի ի հայտ գալը։ Այսինքն ինքը հողամաս է, ուրիշ գույք չկա։ Հողամասը գրեն տենց ինչ-որ կիսակարուցատիպ ինչ-որ մի բան, որ չգիտեմ որ թվին ալրաված է ծառայի յուղի համար, հիմա քանի որ հողերի սխեման փոխվել է, ինքը բնակելի կառուցապատման ոտում է հայտնված, չափագրողը նշել էր որպես բնակելի տուն։ Բնակելի հողամասին է, բնակելի տուն, բայց ինքը իրականում գործառնականով ներկա պահին բնակելի տուն չի, բայց մենք փորձում ենք սենց գրանցել գույքը, որ բանի հետ, քարտեզի հետ խնդիր չունենանք։ Հարցեր կան։ Ովքեր են կողմ, դեմ, ձեռնուկա։ Ձեռնուկա անքի Կեչուկ գյուղի առաջին փողոցչով Կանցքի ենք հասցնում գտնող հողամասը համայնքի սեփականություն ճանաչելու մասին։ Ինչպես նշեցի խոսքերից, նման համանման պատմությունը այս մի նախագիծը, բայց Կեչուկ գյուղի առաջին փողոցի վրա ավելի պարզ որ պատկերացնելու լինեք գյուղի հին տարածքն է։ Այստեղ մենք հետաքրքիր սենց բան ունեցանք կադաստրի հետ երկար աշխատանքային պրոցես, ինչն էր հետաքրքիր, որ հին գյուղի տարածքը չի մտել սեփականաշնորհման մեջ, այսինքն լինելով գյուղի տարածք, չի սեփականաշնորհման գործընթացի մեջ չի եղել։ Որը չէ, հին գյուղի տարածքը սեփականաշնորհման պրոցես չի եղել։ Նույնիսկ տները, թե մերը հողամասը։ Մի հոգում մի տան մասին է խոսքը երևի, չէ։ Չնդրիկը տներ կա։ Հա, բայց մեկն է գրանցել։ Մնացածը չէ, որովհետև այսինքն այս պատմության մեջ սենց ներկայացնեմ, որ հասկանալի լինի, այստեղ հին գյուղի տարածքում սեփականաշնորհման հիմքով հնարավոր չի գույք գրանցել որևէ մեկի համար, որտեղ այդ տարածքը սեփականաշնորհման գործընթացի մեջ մտած չի եղել։ Հետևաբար մի քանի տուն կա ստեղ, որոնք տենց պապենական նույնիսկ իմ տեղեկություններով չեն ապրում, բայց սա էլ էս նույն ձևով կադաստրը նշում է, որ քաղաքացիների սեփականություն, մենք էլի իմ ասած սկզբունքով ուսումնասիրել ենք, որևէ սուբյեկտ, որևէ խնդիր չենք ունենալու, եթե ներկայացնում ենք գրանցման համայնքի սեփականություն։ Այս հին գյուղի բնակիչներին, որտեղ բնակվում բաժաններ են, միանգամից ընդեղ ասեփականաշնորհը գնացել է, տները մնացել է օդի մեջ։ Հարցեր կան։ Կենեք կողմ, դեմ ձեռնուկա։ Ջենուկ համայնքի գտևածելու աչքն տարածքում գտնող 10-12-02 կադաստրային ծածկագրող հողամասեր համայնքի սեփականություն ճանաչելու մասին։ Էլի նույն պատմությունը կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղանկարգը սահմանելու մասին կառավարության որոշմանը համապատասխան ենթարկելով նշված ծածկագրերով հողամասերը համապատասխանաբար 0.7781 հեկտար և 0.6041 հեկտար մակերեսներով իրենք հողատեսքով ավելահողեր են, էլի կադաստրը անհասկանալի ձևով ասում է քաղաքացիների սեփականություն, բայց էլի գյուղապետարանի բաներով, խմամատյաներով և այլն որևէ քաղաքացու սեփականություն չի այս հողամասը, երկու հողամասերն են։ Դրա համար էլի նույն ձևով տալիս ենք գրանցման համայնքի սեփականություն, որի համար ագարքանում որոշում է պետք։ Հարցեր կան։ Կենեք կողմ, դեմ ձեռնուկա։
Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասերը օտարի աճուկի վարչակի մեկնաբերումի պայմանը հաստատելու մասին։ Այստեղ մի քանի կտորով, երկու կտորով գնդեված գյուղում ունենք գրանցված առանձին միավոր հողամասեր, բարելավված փոքր կտորներ են և մի կտոր Ջերմուկ քաղաքի Գարնանային փողոցի համար 2 հասցեում բնակելի կառուցապատման։ Ուրեմն մեկնարկային գները հաշվարկված են կադաստրային արժեքից ոչ պակաս, բայց երևի թե տասնապատիկ ավելիով ասեմ, գնդեված գյուղերի մասին, գնդեված գյուղի հողերի մասին է խոսքը և Ձախապնյակում Գարնանային փողոց համար 2-ում մեկնարկային գինը 315,000 դրամ։ Ոնց որ միշտ զեկույցի ժամանակ ասում եմ գույքեր են, որոնք գրանցել ենք և պիտի օտարվի։ Ինչքան 315 108 քառակուսի է Գարնանային փողոցինը, գնդեված գյուղերն են 2 փոքր կտորներ։ Ինչ կա։ Կադաստրային արժեքին Ձախապնյակում Եվ ջերմուկն է բարձրը չեն արվում։ Ովքեր են կողմ, դեմ, Ջերմուկ քաղաքի սոցիալական աջակցության բնակավար խնդիրները լուծելու նպատակով համանքների ղեկավարի դիազերծում տասնյակը համացանություն տալու մասին։ Հիմնարկի դավաստանը դեպրեշնը անցել աղտարաշնցի ժամանակ մնացություն հաստատություն կիրավեց սոցիալական ծրագրերը դիմեկարացության պատասխան բաժնի կետը հիմա սոցիալական ծրագրերի իրականացման համակետը կարելի ազորությունների իրականացնելով մենք պատվիրակելու ենք այսինքն գնահատակարգի համապատասխան հայտարարել ենք մրցույթի հրավերի մեջ որպես տեխնիկական հաղորդակիր կրվել են բոլոր այն միջոցառումները, որ Մոնիկա Մարկելը ցույց ներկայացրեց նախորդ հավաքանցի ժամանակ։ Մրցույթում կարող են մասնակցել հոգեներ, հիմնադրամներ, որոնք ունեն նմանատիպ աշխատանքների ակնհայտ տարիների աշխատանքների կատարման փորձ և նախագծով մեր նախատեսած գումարից հակասում առաջարկի, մրցույթը հաղթում կճանաչվի, իսկ իրազեկությունների պատվիրակի հիմնադրամը, ով հաղթի դա իրականացնել ծրագրեր։ Ամեն տարի մենք տարածից 10-12 միլիոն ունենք սոցիալական ծրագրերի, ներկայումս շրջանակներում Այս կոնկրետ ուղղվածություն տալիս ենք։ Մենք ծրագրի, որ մենք ներկայացնել բոլոր միջոցառումների ցանկը հրավերի հայտում գրվելու է։ Բայց այստեղ մենք կարևոր կետ ենք նշել, որ կազմակերպությունը, որ հաղթող կճանաչի, պարտավոր է համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվության հետ համայնքի ավականուն ներկայացնի, նաև իր կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունը, այսինքն մենք յուրաքանչյուր տարի տվյալ կազմակերպության հաշվետվությունը կներկայացնենք ավականին։ Ինձ պրոստը հետաքրքիր է, ինչի հիման վրա է որոշում կայացել այդ պատվիրակությունը, իրազեկությունը պատվիրակությունը։ Որովհետև մեծ է, 1 միլիոն ասնում է, ինքը հաղթել է մատուցակարգում հանրությունի։ Եթե ինչի 1 միլիոնի կարելի է միահասարական կազմակերպության պայմանագիր կնքել և գործարքի կապիտարաններ։ Անհապապված, ընդեղ արդեն նմանատիպ ծրագրերը իրականացնում մասնագիտացված թղթերը կան հիմնադրամներ։ Դրա համար։ Շահի ու դրանով օրինակ սոցիալական բոլոր մենք իրան տարեք մենք ոնց որ վանկակազարական հիմնադրամին ենք գումարտանի երամսյակային հաշվետվության պատումա շարժը նույնպես սա երամսյակային հաշվետվությունները կներկայացնի և արդեն տարում ամփոփելիս տարեկը տապի միաժամանակ տարեկան հաշվետվությունը։ Ինչքան է գումարը։ 10-ից 12 միլիոն է ամեն տարի նախատեսը։ Դրա մեջ մտել է և հողակավորության ասվերի, և մեր հողակավորիվանքներին գործողել են աջակցություններով, ինչման հողակավորություններ, ամեն տարի Այսինքն նրանք ոնց հասկացող դրամական ծրագրեր։ Չէ, տարակնային բներն արտարության, կարան պլաստիկ քարտեր աշխատեն գաժանեն, ասել պլաստիկ քարտերը մարդիկ հարև տուրանեն, որի մեջ կլինի կոնկրետ ուղղվածություն, ընդհանրեն մենակ դեղորայք կամ մենակ ոչ տանում կոպիտակը ծրագրով ստանում։ Դե անցյալ լիստում 3 ծրագրեր ծրագրերի մոմեկից վերցնում նա, բոլորը
շարժումներ։ Դա կարող է բացահայտման փոխտաս ինչ-որ մեկին օգնություն, բայց 5-ից 6,000 դրամ մենակ այդ պլաստիկի ծառայության վճարներ։ Իսկ հիմնադրամ կապական ինչ ընթացակարգ ունեք, չէ՞, որ իրանց իսկ այդ բանից է կարնեք է որոշում։ Լավ է, հայտում եք կապելու համաձայն ծրագրի, որ ներկայացնում է։ Այսինքն ծրագրի մեջ ներառված բոլոր կետերը հրավերի հայտում դիտեք։ Իսկ մենք որպես համայնքապետարան ունի մոնիտորինգ ինչ-որ բան։ Տարեկան հաշվետվություն կամարային։ Մենակ տարեկանով։ Երամսյակայիններ կներկայացնենք, ամփոփենք, նոր հաջորդ երամսյակ ինքը միանավար չլիներ։ Ինքը երամսյակային բաշխվածության ըստ բանի համամասնության բաշխվածության երամսյակային բաշխվածության տրամադրվել է հաղթող կազմակերպություն։ Բայց պարտադիր է նաև որ այդ կազմակերպությունը որ պետք է մասնակցի ծրագրին ունենա նմանատիպ փորձ։ Իսկ կա բացի նմանատիպ փորձի օրինակ լինի տեղական հկա ոչ թե օրինակ եթե պահանջվող տվյալների համապատասխանի Սյուզի ջան, մեզ համար ոչ Գյումրիից կա։ Հենց այդ եմ ասում, ասում են համապատասխանելա, թե ծառայություն հնարավորություն է։ Դե գնման ընթացակարգով որևէ հաղթող Ամեն ինչ երևալի հրավերը ինչքան ճիշտ ձևակերպեցիք, այնքան և մոնիտորինգը հեշտ կլինի և արդյունքը տեսահարել կլինի։ Հարցեր կան։ Կերենք ով, դեն, ձերմուտար, հաջորդ, երկրա, Սեպտեմբերի 18 հարգելի հավաքայիններ ժամը 3 Սեպտեմբերի 18 Չեմ անեք դոտացիայի պաշտոնական հրապարակումը որ կատարում թղթան նոր կասեմ մոտավորապես Պաշտում մայիսին ասային մամատում հոսի կեսեք հրապարակում Ջում այսօր դոտացիան հրապարակում Եթե արտահերտ չունենանք, այդ 2 ամիսը արձակուրդ Ծամանեն արձակություններում գործ էր Ծածածավոր երկար չէ, կարոտ է Չէ, անցած նիստը ամիս 29 Լավ է,